Երեքի շարժան առիթներ են արվեստի մարդկանց համախմբել Լուսինե Զաքարյանի տուն թանգարանում, նշում են անզուգական Լուսինեի ու թանգարանի հիմնադրման տարեդարձերը և հայ հոգևոր տոհմիկ երաժշտության մեծ գիտակի Խորեն Պալյանի հուշատախտակի բացումը։ Այդ առիթով հարազատ միջավայրում է նաև Խորեն Պալյանի եղբորորդին Ռաֆի Պալյանը, որի հետևողական աջակցությամբ է, որ տարիներ շարունակ գործում է թանգարանը։ Երևանի բժշկական ինստիտուտում ուսանելու տարիներին նա գրեթե ամեն օր եղել է այս տանը, ասում է, որպես անհատ ու հայ ձևավորվել է ազգային մշակույթի երկու մեծ նվիրյալների ազդեցությամբ և իր երախտապարտ հիշողության մեջ ու հայ ժողովրդի համար նրանց գործը պետք է հարատևի։ Ոեգապ ժամեր եմ անցկացրել, օրեր եմ անցկացրել այդ երկու արվեստագետների ներկայության իրենք սնել են ինձ, ոչ թե միայն ֆիզիկապես և հոգեպես, բայց մտավորապես և ես շատ բան եմ սովորել Խորեն Պալյանից, ինչպես նաև Լուսինեից։ Ախալցխայում ծնված ռուսական կրթություն ստացած Լուսինեի համար, որն անգամ հայերեն լավ չգիտեր, հանդիպումը Պալյանի հետ շրջադարձային էր։ Խորեն Պալյանի շնորհիվ հանդիպեցին Լուսինեի հիասքանչ ձայնն ու Մաշտոցի շնորհալու նարեկացու հոգևոր գանձերը և 3 տասնամյակից ավելի Էջմիածնի Մայր մինչև աշխարհի լավագույն համերգասրահներ Զաքարյանի ձայնը աստվածային հնչողությամբ պատմել է մեր մասին։ Չեմ կարող այստեղ չհիշել Պարուր Սևակի խոսքերը, որ ասեց Լուսինեի ծնունդով մենք Խորենին ենք պարտական։ Խորենը եղավ այն պատվանդանը, որի վրա իր թռիչքը գեղեցիկ սկսեց Լուսինեն որպես մի արծիվ, չնայած սոխակ էր նա։ Լուսինե Զաքարյանի վախճանից հետո 14 տարի առաջ 2012-ին այս շենքի պատը զարդարվեց երգչուհու հուշատախտակով։ Այժմ դարձյալ Ռաֆի Պալյանի ֆինանսավորմամբ Զաքարյան-Պալյան զույգի մասին հիշողությունը նյութականացավ նաև Խորեն Պալյանի հուշատախտակով։ Երկու հուշաքանդակի հեղինակն էլ Հայկ Թոքմաջյանն է։ Պալյանի կերպարի մեկնաբանությունների դեպքում առաջնորդվել է բազմատաղանդ մտավորականի, շարականագետի, ծիսագետի, գրաբարի ու վարքաբանության, աստվածաբանության բացառիկ մասնագետի ոգեշունչ ազդեցությամբ։ Նրա գիտական այսպես տարածությունը մտքի գիտության, հայագիտության, հայ երգի, հայ մշակույթի այնքան լայն էր, որ այսինքն այդ կերպարի մեջ փորձում էի մտնել ստեղծագործական, ծավալային, քանդակային արվեստի լեզվով։ Այսօր էլ թանգարանը հետևողական է Լուսինե Զաքարյանի անվանական կրթաթոշակի միջոցով նոր տաղանդներ հայտնաբերելու գործում։ Իսկ տարեդարձի օրը նշանավորվեց նաև Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին Լուսինե Զաքարյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելով։ Նունե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, Տուրեր։